Թաջ Մահալ, աշխարհի առեղծվածային հրաշալիք ծնված մեծ սիրուց։ Սա Հնդկաստանի ամենահայտնի խորհրդանիշն է, որը գտնվում է Ագրա քաղաքում Յամունա գետի ափին։ Թաջ Մահալը կառուցվել է 17-րդ դարում մեծ մոգոլական սուլթան Շահ Ջահանի կողմից։ Այս մեծ նվաճողը թողեց աշխարհին մի հրաշալիք, որն իր գեղեցկությամբ գրավում է յուրաքանչյուրին։ Թաջ Մահալի շինարարությունը սկսվել է 1632 թվականին Հնդկաստանի մեծ մոնղոլական արքայատոմի ժամանակահատվածում։ Այն կառուցվել է Շահ Ջահանի կողմից նվիրված իր սիրելի կնոջը և նրանց դժբախտ սիրուն։ Այս կառույցը և ունի հետաքրքիր և առեղծվածային պատմություն։ Այսօր Թաջ Մահալը համարվում է աշխարհի ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող կառույցը։ Ամեն տարի մոտ 5 միլիոն մարդ այցելում է Ագրա քաղաք տեսնելու սիրուց գոյացած այս տաճարը։ Բայց Հնդկաստանի համար Թաջ Մահալը միայն զբոսաշրջական կենտրոն չի համարվում։ Այն նրանց ասելով Բուդդայի երկրային թագավորության տունն է և համարվում է սրբություն։ Թաջ Մահալի տարածքում կատարվող հանցագործությունները և խուլիգանությունները հնդկական օրենքներով պատժվում են շատ խիստ կերպով։ Շահ Ջահանի հոր մահվանից հետո 1619 թվականին նա իր ձեռքն է վերցնում կայսրության ղեկավարում։ Հնդկական պատմության մեջ Շահ Ջահանը համարվում էր մոգոլական արքայատոմի ամենաազդեցիկ արքան։ Նրա ժամանակահատվածում հիմք էին դրվել տնտեսությանը և մշակույթի զարգացմանը։ Շահ Ջահանն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է 4 կին, որոնցից միայն առաջինը Մումթազ Մահալն էր վահելում Շահ Ջահանի սրտի մեծ մասը։ Նրանց սիրո մասին խոսում էին ամբողջ արևելքում։ Թվում էր ամեն ինչ ընթանում էր իր հունով, սակայն Շահ Ջահանի գահակալության 5-րդ տարում անգլիական գաղութները սկսում են ապստամբել։ Նրանք մտածում էին գահընկեց անել Ջահանին և իրենց ձեռքը վերցնել Ագրա քաղաքի կառավարումը։ Այդ ժամանակ անգլիական կայսրուհի Էլիզաբեթ I-ը զենքով և զինամթերքով օժանդակում էր ապստամբներին։ Սա նշանակում էր պատերազմ, և Ջահանը ոտքի է հանում իր ամբողջ զորքը։ Շահ Ջահանը իր զորքը ուղղեց դեպի Դեքան քաղաքի վրա, որտեղ գտնվում էր անգլիական զորաջոկատների մեծ մասը։ 2 տարի տևած պատերազմը ավարտվում է Շահ Ջահանի հաղթանակով, սակայն հաղթանակը նրա համար դառնում է ողբերգություն։ 1929 թվականին Մումթազ Մահալը ունենում է աղջիկ, բայց 23-ամյա աղջկա օրգանիզմը չի դիմանում այդ փորձությանը և Մումթազ Մահալը մահանում է։ Սա շատ ուժեղ հարված էր երիտասարդ Շահ Ջահանի համար։ Շահ Ջահանի համար մեծ ողբերգություն էր սիածեհակի կորուստը։ Նա 40 օր շարունակ սգում էր Մումթազ Մահալի համար։ Մեկ տարի անց, երբ Շահ Ջահանը թողել էր գահը իր 15-ամյա որդուն, որոշում է իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի համար դամբարան կառուցել։ Այն չպետք է սովորական կառույց լիներ։ Այն պետք է տարբերվեր մյուս կառույցներից իր համաչափ հատակագծի և շատ հազվագյուտ քարերի, որոնք հիմնականում գտնվում էին Ագրա քաղաքից 30 մղոն հարավ-արևելք։ 1931 թվականին անգլիական թագուհի Էլիզաբեթ I-ի մահվանից հետո մոգոլական արքայատոմի տարածքը ձգվում է մեր ժամանակների Պակիստանից մինչև Հնդկական ծով ընկած հատվածը։ Սկսվում է նոր ժամանակահատված Հնդկաստանի համար։ Թաջ Մահալի մասին պատմող շատ գրքեր կան։
որոնցից կեսը հիմնականում պարունակում են սիրո մասին թեմաներ։ Սակայն այնտեղից եւ ոչ մեկում նշված չէ Թաջ Մահալի ճարտարապետի անունը, սակայն կան փաստաթղթեր, որոնք առաջացնում են վարկածներ։ Առաջի վարկածը թողել է մի պորտուգալացի արվեստագետ, ըստ որի Թաջ Մահալը կառուցել է վենեցիական ճարտարապետ Ժերանիմո Վերանեան։ Բայց նա չի թողել ոչ մի փաստաթուղթ, որը կվկայի այն։ Նա նշում է, որ այցելել է Թաջ Մահալ 1640-ական թվականներին։ Սակայն վերջերս ուսումնասիրությունները գտան մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Ժերանիմո Վերանեոն մահացել է ավելի վաղ, քան կսկսվեր Թաջ Մահալի կառուցումը։ Ոչ ասիական, ոչ եվրոպական պատմության մեջ չկան փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ Ժերանիմո Վերանեոն կառուցել է Թաջ Մահալը։ Երկրորդ վարկածը, ըստ որի ճարտարապետը եղել է Լախորին, շատ ավելի հավանական է։ Ագրա քաղաքը ընկած է երկրաշարժային գոտու մեջ, իսկ Թաջ Մահալի հիմքը կառուցվել է այնպես, որ մոտ 8 բալ հզորության երկրաշարժը նոր կարող է վնաս պատճառել կառույցին։ Լախորի ճարտարապետը Լախոր քաղաքից է, որը գտնվում է Հնդկաստանի և Պակիստանի սահմանագոտում։ Այս տարածքում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր։ Լախորին օգտագործելով երկրաշարժի մասին գիտելիքները, փորձում էր կառուցել Թաջ Մահալը այնպես, որպեսզի չտուժի երկրաշարժից։ Եվ այսպես շատ հավանական է, որ ճարտարապետը հենց Լախորին է։ Թաջ Մահալի մասին ավելի շատ տեղեկություններ թողել է մեծ մոգոլական տարեգրության մեջ, որը կոչվում է Պատիշախնամե, բայց ոչ տարեգրության մեջ, ոչ էլ մյուս փաստաթղթերում չկան փաստեր, որ աշխատողների հետ վատ են վերաբերվել։ Յամունա գետի մյուս ափին հետազոտողները հայտնաբերեցին քարե հիմքեր, որոնցով կառուցվել է Թաջ Մահալը։ Ըստ հետազոտողների, Շահ Ջահանը մտադիր էր Յամունա գետի մյուս ափին կառուցել երկրորդ Թաջ Մահալը իր համար, այն պետք է լիներ սև մարմարից։ Երկու դամբարանները պետք է միմյանց միացվեին կամրջով։ Սակայն Շահի որդի Ջահանգիրը, որն արդեն հոգնել էր հոր անտանելի հսկայական ծախսերից, կհանկեց է անում հորը և տնային կալանքի տակ առնում իր պալատում։ Շահի մահվանից հետո նրան թաղում են առաջի Թաջ Մահալում, իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի կողքին։ Թաջ Մահալը, որի վրա աշխատել է ընդհանուր թվով 22,000 մարդ, կառուցումն ավարտվել է 1648 թվականին, իսկ դրա պարտեզները, որոնք մշակվել են անգլիացիների կողմից 1653 թվականին։ Պարսկական ու հնդկական ճարտարապետություններին բնորոշ ներդաշնակ գծերով կառույցը համաչափ է և ներդաշնակ։ Շահը կատարելագործեց մոգոլական ոճը, սովորական ավազաքարի փոխարեն օգտագործելով թանկարժեք քարեր և սպիտակ մարմար։ Այս կատարելագործման ուշագրավ էֆեկտն այն է, որ Թաջ Մահալը օրվա տարբեր ժամերին տարբեր գունային երանգ է ստանում։ Առավոտյան սպիտակ, կեսօրին դեղին, իսկ գիշերը ամբողջովին սև։ Թաջ Մահալի ճոխ կառույցի համար այնքան շատ թանկարժեք քարեր ու սպիտակ մարմար է օգտագործվել, որ գանձարանը գրեթե սննկացավ։ Թաջ Մահալի շինարարության համար օգտագործվող քարերը հիմնականում տեղափոխվում էին 1000 փղի օգնությամբ, բերվում էին հեռավոր Տիբետից և Շրի Լանկայից։ Այս գեղեցիկ կառույցը, որը գոյացավ ողբերգական սիրուց, այժմ էլ համարվում է հին մշակութային ժառանգություն։ Հետազոտողները մինչև օրս էլ ուսումնասիրում են Թաջ Մահալն իր պատմությամբ։ Շուտով կպարզաբանվի շատ գաղտնիքներ։ Մեզ մնում է միայն հիանալ Թաջ Մահալի հեքիաթային գեղեցկությամբ։